Բարի կեսօր սիրելի հեռուստադիտող, Նուր TV եթերում շարունակվում է բարի առավոտի ջերմ եթերը։ Ուրախ եմ ողջունել բոլոր մեզ նոր միացած հեռուստադիտողներին, մնացեք մեզ հետ, քանի որ մշակութային զրույցները շարունակվում են, թատրոնից անցում են կատարում երաժշտական աշխարհ։ Ապրիլի 26-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ալեքսանդր Ժույկովին նվիրված համերգի շրջանակում ելույթով հանդես է եկել նաև կինոռեժիսոր եւ կոմպոզիտոր, միջազգային ավելի քան 3 տասնյակ մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, ՀՀ կինոգործիչների միության անդամ Մանեն։ Թե ինչ կատարմամբ է նա ելույթ ունեցել եւ թե ինչ պատմություն ունի տվյալ ստեղծագործությունը, կքննարկենք հենց հեղինակի հետ, Մանեն մեր տաղավարում է։ Բարի կեսօր, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, Մանե։ Բարև ձեզ, նախ շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք, մեծ սիրով կկիսվեմ։ Ճիշտն ասած, այս ստեղծագործությունը, որը ներկայացրեցի երեկ, իր հերթական կենթանի կատարումը ունեցավ, նախորդիվ նաև հնչել էր Արդեան արվեստի կենտրոնում եւ իր պրեմիերան ունեցել։ Դա երբ է տեղի ունեցել։ Ճիշտն ասած, նախորդ ամիս է տեղի ունեցել եւ պատրաստվում ենք նաև հետագայում առիթներ կլինեն։ Տպավորությունները այսինքն թարմ են, պրեմիերան նախորդ ամիս, երեկ էլ ելույթով հանդես եք եկել։ Ինչպիսի արձագանք եղավ, ինչ էմոցիաներ կան այս պահին ձեզ մոտ որպես հեղինակ։ Ճիշտն ասած, պետք է նշեմ, որ կոմպոզիտորի համար լավագույն, այսպես ասած, պարգևը հենց հանդիսատեսն է եւ հանդիսատեսի ընդունելությունը եւ ամեն անգամ, երբ նոր ստեղծագործություն ես ներկայացնում, անկախ նախորդ հաջողություններից կրկին հուզվում ես եւ պատրաստվում ես այն կարծիքին, թե ինչպես պետք է ընդունվի։ Այս անգամ, անկեղծորեն ասած, սպասելիքներն ավելի շատ էին եւ իրականությունը ել ավելի լավն էր, քան սպասելիքները եւ իրապես շատ ոգեշնչող էր։ Մինչև հիմա, այսպես ասած, շանսեր են ստեղծվում այս երաժշտության տարածման համար, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինչպես որոշեցիք այս անգամ եւս հենց այս ստեղծագործությամբ հանդես գալ։ Քանի որ այս ստեղծագործությունը նոր է, դեռևս շարունակում եմ այն հնչեցնել, ինչը ինձ համար իսկապես մեծ պատիվ է, հատկապես կոնսերվատորիայում հնչելը, որովհետև արդեն ակադեմիական հարթակ է եւ իրապես շատ ուրախ եմ այդ առիթով։ Ձեր ստեղծագործությունը անվանել եք Ave Verum Corpus։ Սա լատիներեն արտահայտություն է, ինչ է այն նշանակում եւ ինչու հենց այս վերնագիրն ընտրեցիք։ Շատ բարի, ես ճիշտն ասած այս ստեղծագործությունը գրելիս հիմնվել եմ լատիներեն աղոթքների հիման վրա, այսինքն սա եւս լատիներենով աղոթք է։ Իդեպ այս տեքստի վրա դարեր շարունակ տարբեր կոմպոզիտորներ գրել են տարբեր ստեղծագործություններ, այն քրիստոնեական խորհուրդ ունի, հատկապես կաթոլիկ եկեղեցիներում է հնչում դարեր շարունակ։ Ես շատ եմ սիրում Մոցարտի եւ Վիլյամ Բիրդի Ave Verum Corpus այս նույն տեքստով ստեղծագործությունները եւ այդպիսով ճիշտ ասած միտք առաջացավ միշտ ինձ համար եղել է խնդիր հաղթահարել լատիներեն լեզուն երաժշտության միջոցով միշտ մտածել եմ որ դա մարտահրավեր է որ ամեն կոմպոզիտոր պետք է անցնի եւ իմ առաջ դրեցի այդ խնդիրը եւ կարծում եմ արդեն իրականացրել եմ Նաև այլ լատիներենով այլ ստեղծագործություններ էլ կան, որոնք գրել եմ եւ հուսով եմ, որ դրանք էլ շուտով կլսենք։ Իսկ միայն ստեղծագործական մակարդակում եք լատիներենին տիրապետում, թե ամբողջությամբ։ Ստեղծագործական մակարդակում դու պետք է անպայման ուսումնասիրես լեզուն, շեշտադրությունը, որովհետեւ հատկապես լատիներեն լեզվում յուրաքանչյուր բառի եւ տառի մեջ կա երաժշտություն, ինչ որտեղ ինքն է քեզ թելադրում, թե ինչ նոտաներ պետք է գրես։ Եվ այդպիսով ես ուսումնասիրեցի այս լեզուն, սակայն իհարկե այն խորապես տիրապետելու համար պետք է սովորել եւ հույս ունեմ, որ կկարողանամ հետագայում տիրապետել, որովհետեւ նաեւ գրականությունը ահռելի մեծ է, ինչու՞ չէ կուզեի կարդալ այդ լեզվով։ Հրաշալի, իսկ Ave Verum Corpus այս արտահայտությունը բառացի թարգմանություն ունի։ Այո, ես իհարկե ինքս եմ տեքստը թարգմանել եւ այն նշանակում է փառք Սուրբ Մարմնին կամ հաճախ նաեւ ողորմիր Սուրբ Մարմին
իհարկե մասնագետները ինձ հաստատ ավելի ճշգրիտ, հա, Հստակ, այո, կթարգմանեն, քանի որ մասնագետներ շատ քիչ կան այսօր աշխարհում, հատուկ են մարդիկ են զբաղվում այս տեքստերով եւ ընդհանուր տեքստը երբ թարգմանեցի ինձ համար այն իսկապես ինձ շատ մոտ էր իմ հոգուն եւ շատ էի ցանկանում հոգեվոր երաժշտության մեջ խորանալ։ Շատ լավ, չեմ ուզում մեր հեռուստադիտողին շատ սպասեցնենք, այս պահին գնանք ձեր ստեղծագործության հոլովակը դիտենք, երաժշտությունը լսենք եւ վերադառնանք։ Սիրելի հեռուստադիտող, ձեր էկրաններին Ave Verum Corpus։
Խոսենք նաև թե ովքեր են կատարողները եւ արդյոք սա ձեր առաջին գործակցությունն է։ Անչափ շնորհակալ եմ։ Իմ կատարողներն են դաշնակահար Դերեն Բրաթյանը եւ սոպրանո Լիլիա Հովանիսյանը։ Նրանք ԵՊԿ ուսանողներ են, սակայն ունեն մեծ փորձ եւ սա մեր առաջին համագործակցությունն է։ Իհարկե ես նրանց բազմաթիվ անգամ լսել եմ, քանի որ իմ ընկերներն են, սակայն Գեղունի Չիչյանի ստեղծագործության կատարումը լսեցի եւ նրանց դուետը ինձ իսկապես շատ դուր եկավ, որից հետո որոշեցինք միասին անել այս ձայնագրությունը։ Նախապատրաստական աշխատանքները որքան տևեցին եւ հեշտ էր արդյոք աշխատել երաժիշտների հետ։ Այո, հեշտ էր աշխատել, որովհետև միշտ չի, որ հեշտ է ստացվում, սակայն երբ իրար լավ եք հասկանում, դա շատ է օգնում։ Մոտավորապես անցած տարի դեկտեմբեր ամսից մենք սկսել ենք փորձեր անել։ Այս ստեղծագործությունը որպես այդպիսին իհարկե ունի դժվար մասեր տեխնիկապես, սակայն առավել դժվար է կոնկրետ այս ստեղծագործության մեջ հոգին եւ կարծում եմ, որ ընդհանրապես ավելի դանդաղ տեմպ ունեցող գործերը ավելի դժվար է կատարել եւ մենք կարծում եմ հաղթահարեցինք այդ փուլը, որովհետեւ միանգամից իմ երկու երաժիշտներն էլ ընկղմվեցին, այսպես ասած, ստեղծագործության մեջ եւ շատ լավ հասկացան ինձ։ Ինչ խորհուրդ է այն պարունակում եւ ինչ ուղերձ եք փորձել ունկնդրին տեղ հասցնել։ Սա համամարտկային տեքստ է, այսինքն ստեղծագործությունը ունկնդրելիս յուրաքանչյուր մարդ կարող է իր կյանքը տեսնել, իր այսպես ասած նպատակները եւ ինչու՞ չէ մաքրագործման ճանապարհը։ Սա պետք է որ առիթ լինի յուրաքանչյուրի համար եւս մեկ անգամ մտածելու, թե արդյոք որն է իր համար կյանքի ճշմարտությունը։ Առաջիկայում որտեղ եք պատրաստվում ներկայացնել ստեղծագործությունը եւ արդյոք արդեն կան պլաններ Հայաստանի սահմաններից դուրս այն լսելու, տեսնելու։ Այո, կան պլաններ, պատրաստվում ենք միջազգային մրցույթների ներկայացնել այս ստեղծագործությունը, քանի որ նախկինում էլ մենք երեքս առանձին շատ մասնակցել ենք մրցույթների եւ կատարողներս էլ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են եւ մեզ համար հետաքրքիր փորձառություն կլինի նաեւ Եվրոպայում օրինակ հնչելու եւ կարծում եմ, որ դա էլ կիրականացնենք։ Շատ լավ, ես ձեզ ներկայացնելիս եւ ձեր կոչումները թվելիս, այսպես ասացի, որ դուք նաեւ կինոռեժիսոր եք։ Ինձ հետաքրքիր է այս անցումը, կարծում եմ հեռուստադիտողին եւս, ինչպես կինոռեժիսորի կողքին նաեւ հայտնվեց կոմպոզիտոր հոլովումը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, իդեպ նախորդ անգամ, երբ այս տաղավարում էի, իմ ֆիլմի պրեմիերայի մասին էինք խոսում։ Ճիշտն ասած, երաժշտությամբ սկսեցի զբաղվել վերջին մի քանի տարիներին առավել խորացված, իհարկե ունեմ կրթություն երաժշտական, սակայն կոնկրետ կոմպոզիցիայի մեջ ես զգում էի, որ շատ եմ ցանկանում ստեղծագործել եւ ինչ որ տեղ գուցե այն ավելի շատ ազատություն է տալիս, քան կինոն։ Կինոն ու երաժշտությունը շատ տարբեր են իրարից։ Միաժամանակ եւ շատ տարբեր են եւ շատ մոտ են։ Օրինակ Արտավազդ Փելեշյանն ասել է, որ կինոն, չնայած նրան, որ սինթետիկ արվեստ է, իհարկե չեմ մեջբերում, ավելի պատմողական ձևով եմ հիմա ասում, ինքնին առանձին արվեստ է եւ ես էլ եմ համամիտ դրա հետ, որովհետեւ կինոն ստեղծվել է հենց վավերագրական բնույթից, այսինքն պետք է ուղղակի տեսախցիկ եւ կինոն ինքնին արդեն առանձին արվեստ է եւ երաժշտությունը պարզ է որ առանձին արվեստ է, սակայն նրանց միացումը շատ հետաքրքիր սինթեզ է եւ էմոցիոնալ շղթա է ստեղծում հանդիսատեսի մոտ։ Ես կարծում եմ, որ նրանք առանց մեկը մյուսի գոյատևել չեն կարող, որքան էլ որ առանձին կյանք ունեն։ Իսկ հետաքրքիր է դուք կինոյում այլ եք, ձեզ տեսնում եւ ընկալում երաժշտության մեջ այլ։ Այո, կարելի այդպես ասել,
որովհետև այն կինոն, որը ես էի նկարահանում, էքսպերիմենտալ, վավերագրական ֆիլմերն էին, երաժշտության մեջ, ինչպես արդեն նշեցի, առավել ազատ եմ, իմ ստեղծագործություններն էլ որքան էլ որ ընդհանուր գիծ ունեն, մեկը մյուսից բավականաչափ տարբերվում են, ամեն շրջան քեզ նոր փորձառություն է բերում եւ պետք է ասեմ, որ ավելի ավանդապաշտ եմ երաժշտության մեջ, սակայն վերջին ստեղծագործություններս օրինակ առավել ժամանակակից, այսպես ասած, օրինաչափությունների դաշտում են գրված։ Իսկ այս պահին ֆիլմերի վրա աշխատում եք, թե ավելի շատ երաժշտական մասի վրա եք կենտրոնացած։ Այս պահին միայն երաժշտության վրա եմ կենտրոնացած, դեռևս առիթ չի եղել վերջին շրջանում կինոյին անդրադառնալու, սակայն շարունակում եմ սովորել կինոյի եւ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտուրայում եւ արդեն ավելի գիտական ոլորտում։ Շատ լավ, հետագայում ֆիլմերը, որոնք դուք նշեցիք, դուք եւ եղել եք ֆիլմերի կինոռեժիսորը եւ կոմպոզիտորը, թե այդ ժամանակ երաժշտական հարցով այլ մարդ է զբաղվել։ Ճիշտն ասած, այո, իմ առաջին ֆիլմում հնչել է իմ երաժշտությունը, այդ ժամանակ ես ստեղծագործում էի, պարզ է, վաղուց եմ ստեղծագործում, սակայն որպես այդպիսին հատուկ չեմ շեշտել, որ ես եմ գրել, ավելի շատ ես օգտագործում էի Բախի, Բեթհովենի, հայտնի տարբեր կոմպոզիտորների գործեր։ Շատ լավ, իսկ պատկերացնում եք հետագայում կյանքի ինչ-որ շրջան, որտեղ էլի կլինի ֆիլմ, որի կինոռեժիսորը կլինեք դուք, կոմպոզիտորը կլինեք դուք, արդեն շեշտադրված ձևով։ Ճիշտն ասած, մտածել եմ այդ հարցի շուրջ, սակայն այս պահի դրությամբ կարծում եմ, որ կինո երաժշտությունը մի փոքր տարբերվում է այն երաժշտությունից, որով ես զբաղվում եմ, եւ դա էլ պետք է սիրես եւ դա էլ պետք է խորանաս դրա մեջ, որովհետեւ իսկապես կինո երաժշտությունը մի առանձին ինձ համար համենայն դեպս հասկացություն է։ Այս պահին չեմ գտնում, որ պատրաստ եմ դրան, բայց եթե հետաքրքիր առիթներ լինեն, կարծում եմ կփորձեմ ինձ։ Ձեր երկու ընտրած մասնագիտություններն էլ արվեստի ակտիվ ճյուղերից են, ինչպես եղավ, որ առաջին հերթին դուք որոշեցիք, որ կինոն պետք է ընտրեք որպես առաջին մասնագիտություն, հետո նոր խորացաք երաժշտության մեջ։ Իմ մեջ այդ կոնֆլիկտը եղել է, որ որը ընտրել, սակայն այնպես ստացվեց, որ ես 2014 թվականին մտա առաջին անգամ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ եւ ինձ մոտ կար զգացողություն, որ կինոյում կա ամեն ինչ, այսինքն երբ դու ռեժիսոր ես, բոլոր մասնագիտություններին աշխարհում պետք է տիրապետես, ընդ որում նաև երաժշտությանը, որից հետո արդեն երաժշտական բնույթի էին իմ բոլոր ֆիլմերը, երևի թե ինչ-որ մի բան զտվեց այդ գործունեությունից։ Եվ որոշեցիք, որ ամեն դեպքում երաժշտությունը։ Նշեցիք, որ այս պահին ասպիրանտուրայում եք սովորում եւ ավելի գիտական մասով եք հետաքրքրված կինոարվեստի։ Շատերը չէ, որ ասպիրանտուրան ընտրում են, կարելի ասել քչերն են ընտրում, ինչը ձեզ գրավեց գնալու դեպի գիտության կողմը։ Գիտությունը միշտ սիրել եմ մանկուց եւ գիտության հանդեպ սերը ինձ իսկապես շատ է ոգեշնչում եւ թույլ է տալիս ինձ ավելի, այսպես ասած, հավաք մարդ զգալ, որովհետեւ ստեղծագործական մասում դու միայն սիրտդ ես միացնում, այսպես ասած, որքան էլ որ պետք է տիրապետես օրինաչափություններին, սակայն գիտական աշխարհը մի ուրիշ հետաքրքրությունների դաշտ է եւ փորձում եմ նաեւ հետ չմնալ գիտությունից, որովհետև այն իսկապես մարդուն հղկում է, կարելի ասել։ Իսկ ընտանիքում արվեստասերներ, արվեստագետներ կան, թե դուք առաջինն եք։ Այո, մայրիկս մանրանկարչության մասնագետ է եւ կարելի ասել ինքն է ինձ դեպի արվեստ բերել, քանի որ մանկուց տեսել եմ, որ նա նկարում է, միշտ տարբեր գրքեր շուրջս եւ դասական երաժշտություն։
Այո, դուք որոշել եք, որ նկարները պետք է շարժվեն եւ դասական երաժշտությունն էլ պետք է ձեր կյանքում կարևոր տեղ ունենա։ Խոսենք նաեւ առաջիկա ծրագրերից, այս պահին կան երաժշտական գործեր, որոնց վրա աշխատում եք։ Այո, կան։ Այս պահին ես գրում եմ սիմֆոնիկ ստեղծագործություն եւ նրանից մի հատված պետք է որ հնչի Հունգարիայում, Բուդապեշտում շուտով, ինչպես նաեւ Լեհաստանում պետք է հնչի մեկ այլ գործ, որը վերջերս եմ գրել Պենդերեցկու անվան ակադեմիայի այսպես առաջարկով եւ տարբեր ստեղծագործությունների վրա միաժամանակ աշխատում եմ եւ հասցնել սիմֆոնիկ գործը եւ ընթացիկ գործերը եւ սպասում եմ, որպեսզի փորձերը ավարտվեն եւ արդեն լինի համերգ։ Այ հետաքրքիր է, տեսակ մեծ կրթական եւ աշխատանքային բազա ունեք, մտածել եք երբևէ նաեւ դասավանդելու մասին։ Ես առաջարկներ շատ եմ ստացել, բայց մտածում եմ, որ դասավանդելը դա առանձին մասնագիտություն է եւ առանձին հմտություն է, շատ հնարավոր է, որ դու ստեղծագործող լինես, սակայն չկարողանաս փոխանցել, չկարողանաս քո աշակերտներից ստանալ այն, ինչ որ դու կարողանում ես անել, որովհետեւ իմ կարծիքով, եթե դու դա չես գտնում, որ կարող ես, պետք չէ դրանով զբաղվել։ Այս պահին հաստատ պատրաստ չեմ։ Պատրաստ եք։ Հա, եթե զգամ, որ այդ պահը հասունացել է, որ ես իսկապես կարող եմ դասավանդել, այդ ժամանակ անպայման։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ձեզ նորանոր հաջողություններ եմ ցանկանում եւ լավ հաջողված ելույթներ, թե Հայաստանում, թե սահմաններից դուրս, հուսամ, որ նաեւ օվկիանոս կհատեք եւ ձեր թե այս ստեղծագործությունը, թե մնացածը, որի վրա աշխատել կամ աշխատում եք, կհայտնվեն այլ բեմերում, այլ հանդիսատեսի։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, սիրելի հեռուստադիտող, մեր տաղավարում զրուցում էին կինոռեժիսոր եւ կոմպոզիտոր, միջազգային ավելի քան 3 տասնյակ մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, ՀՀ կինոգործիչների միության անդամ Մաննեի հետ, իսկ այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Անահիտ Ղազարյանը իր պատմական դադարով։